Այսօր միասին կպատրաստենք 10 ամենահայտնի շաուրմաները վերջին 100 տարվա ընթացքում։ Կտեսնենք, թե ինչ էվոլյուցիայի է ենթարկվել այն եւ ինչպես են փոխվել նրա բաղադրիչները 100 տարվա ընթացքում։ Չեմ ուզում կուրկամ։ Իմ կյանքի կերած ամենահամով շաուրմաներ։ Ուրիշ ինչ կծու է։ Ոնց կարելի է էսի ուտել։ Դե ինչ առաջինը կսկսենք 1920 թվականի շաուրմայից։ Այդ ժամանակ շաուրման հայտնի է եղել միայն միջին արևելքում։ Առաջին շաուրման պատրաստելու համար մեզ հարկավոր է բնականաբար լավաշ, մեծ կտորներով տապակած գառան միս, կանաչի, լիքը սոխ եւ հասարակ յոգուրտով սոուս։ Ուրեմն առաջին հերթին լցնում ենք լիքը սոխ, այսինքն, այս շատ էր, այսօր քիչ էր։ Հետո ի՞նչն էր հետո դնում ենք միսը։ Դնում ենք կանաչին, դնում ենք մսի կտորները եւ ամենավերջում յոգուրտով սոուս։ Այս ամեն ինչը սենց սիրուն փաթաթում ենք։ Եկավ ամենակարևոր պահը, փորձարկում ենք։ Ուրիշ ինչ անհարմար է, բայց լինելու։ Համով է։ Նա բերել ծրփին ուրաս։ Չգիտեմ ես էի սոված, թե իրոք համով էր, բայց 1920 թվականի շաուրման գնահատում եմ 10-ից 7։ Շարժվում ենք առաջ։ Դե ինչ հասանք 1930-ական թվականներ։ Այդ ժամանակ շաուրման արդեն տարածվել էր դեպի արևելյան Եվրոպա եւ բնականաբար փոխվել էին նրա բաղադրիչները։ Սկսենք։ Դնում ենք վարունգը մեր լավաշի վրա, մի քանի հատ լոլիկ, սպիտակ եւ կարմիր սոխ։ Այս անգամ արդեն ունենք տավարի լանգետներ։ Եվ նորություն, սխտորի սոուս։ Փաթաթում ենք այս գեղեցկությունը։ Դե ինչ փորձարկում ենք։ Այսպես պրոստը սոված եմ։ 1930 թվականի շաուրմային նույնպես տալիս եմ 10-ից 7։ Շարժվում ենք առաջ։ Դե ինչ, հասանք մեր երրորդ շաուրմային։ 1940-ականներ, այսինքն երկրորդ համաշխարհային պատերազմ։ Այդ ժամանակ շաուրման արդեն տարածվել էր ամբողջ Եվրոպայով եւ Ամերիկայում։ Լավաշի վրա դնում ենք վարունգ, ինչպես միշտ։ Նորից երկու տեսակի սոխ, լոլիկ եւ ամենակարևորը, արդեն հավի միս։ Իսկ թե ենք 40-ական թվականներին սկսել օգտագործել հավի միս, որովհետեւ պատերազմական դրության մեջ շատերը գումար չունեին։ Իսկ հավը, ինչպես գիտենք, ամենահասանելի միսն է։ Եվ ամենավերջում կծու սոուս եւ հալապենյո։ Փաթաթում ենք։ Պրոֆեսիոնալ դառատեսար։ Դե ինչ տենանք ինչ համ ունեցել շաուրման պատերազմի ժամանակ։ Գնաց։ Օգուհա, հələ որ ամենահամովն է։ Ույ, ինչ կծու է։ Ահա, կծու է։ Համը կծու։ Ֆուֆ, կարմրեցի օրա։ Այսօրվա դեռ ամենահամով շաուրման էր։ Ես կծու սիրում եմ, էլի։ Կգնահատեմ 10-ից 8։ Շարժվում ենք առաջ։ 1950 թվականին շաուրման արդեն ուտում էին ամբողջ աշխարհով։ Եվ հենց այդ ժամանակ առաջին անգամ սկսեցին ավելացնել խոզի միս։ Սկսենք։ Ուրեմն, ինչպես միշտ, լավաշի վրա ավելացնում ենք վարունգ, կաղամբ, մի քանի հատ լոլիկ եւ ինչպես նշեցի, խոզի միս։ Քեզի խոզով թե հավով, ախպերս։ Նորից սոխ եւ ամենավերջում քունջութով սոուս։ Ինչ հարուստի շաուրմա է։ Դե ինչ տենանք, ինչ տիպին է եղել 1950-ականների համը։ Այս առանց չափազանցնելու իմ կյանքի կերած ամենահամով շաուրման էր։ Օրես ինչ էր օրո։ Օրես ինչ լավն էր։ 1950 թվականների խոզով շաուրման իմ կողմից ստանում է վստահ 10-ից 10։ Շատ համով էր։ Մինչ կանցնենք 1960-ական թվականներին, ձեզ մի խնդրանք ունեմ։ Տենում եք այս թիվը, այս իմ բաժանորդների քանակն է։ Եկեք հաշվենք, քանի բաժանորդագրություն է ինձ պետք, որպեսզի հատենք 50,000-ի սահմանը։ Այ այսքան։ Իսկ 50,000 բաժանորդը իմ YouTube-ում կլինի շատ մեծ մոտիվացիա, որպեսզի ես նկարեմ ավելի լավ ու լավ վիդեոներ։ Ձեզ տենամ։ Դե ինչ հասանք 1960 թվական։ Հենց այդ ժամանակ խոհարարական էքսպերիմենտների շնորհիվ ահագին փոխվում է շաուրմայի բաղադրությունը։ Եվ հենց 60-ական թվականներին են սկսել առաջին անգամ ավելացնել տոմատի սոուս, ավելի հայտնի կետչուպ ասվածը։ Ինչպես ասացի, տոմատի սոուս, վարունգ,
կանաչի, տավարի միս, առաջին անգամ մանր կտրած, լոլիկ եւ ամենավերջում կարմիր սոխ։ Գնաց։ Սիրոժը տավարի միսը շարունակում չի սազում։ Ինքը պինդա չես կարող ծամես, փչացնում է։ Այս դեռևս ամենավատն էր մեջներից։ 1960-ականների շարժման իմ կողմից ստանում է 10-ից 3։ Հե։ Դե ինչ, 1970-ականներ։ Եկեք միասին տեսնենք, թե ինչպես են պատրաստել շաուրմա Beatles լսելով։ Գնաց։ Անպայման ավելացնում ենք 1000-ի թերթիկներ, կարմիր սոխ, լոլիկ, վարունգ եւ այսենց կտորներով յուղոտ խոզապուխտ։ Ամենավերջում բոլորիս համար տարօրինակ ծլած սոյայի սերներ։ Այդտենց հավաքում ենք։ Հավաքեցի, մի հատ բան մոռացա, կծու սոուս։ 1970 թվական, գնացինք։ Չեմ ուզում կուրկամ։ Մուս կարելի է էսի ուտել։ 1970-ական թվականներին միանշանակ եղել է շաուրմայի վատագույն շրջանը։ 10-ից 0։ Դե ինչ, 1980 թվական։ Այդ ժամանակ ամբողջ աշխարհով բացվել էին նոր ռեստորաններ։ Եվ բնականաբար մարդիկ ցանկանում էին նոր համերի զգացողություններ։ Եվ այդ ամենի արդյունքով շաուրման ենթարկվում է մեծ փոփոխությունների։ Սկսենք։ Լավաշի վրա դնում ենք վարունգ, լոլիկ, կարմիր սոխ, շաուրմայի համար արդեն նորություն, տապակած քաղցր կարտոֆիլ եւ շատ տարօրինակ մսային բաղադրիչ։ Այսինքն փոքրիկ տապակած խեցգետիններ, կրիվետկա։ Լցնում ենք ստեղ։ Եվ ամենավերջում յոգուրտ։ Եկեք հավաքենք տնանք, ինձ թվում է համով չի լինելու։ Կամ կշտացել եմ արդեն, կամ իրոք ախորժելի չի տեսքը։ Լավ, փորձենք։ Ասկիսս կարմիր սոխից է։ Ոչ մի բանը չեմ հավանում կարմիր սոխով։ Կրիվետկեքն է համով չի։ Համը լրիվ համապատասխանում է տեսքին։ 1980 թվականի տարօրինակ շաուրման ստանում է 4 միավոր։ 1990-ականներ։ Զգում եք, չէ՞ արդեն մոտենում ենք մեզ։ 1990-ականներին առողջ ապրելակերպի եւ առողջ սնվելու ֆոնի վրա շաուրման կրկին ենթարկվում է մեծ փոփոխությունների եւ դառնում է առողջ սնունդ։ Որ ասում են առողջ սնունդ, ինչն է գալիս ձեր մտքին։ Իմ մտքին գալիս է 1000-ը։ Դնում ենք 1000, մի անգամից վարունգ, լոլիկ, արդեն չսիրելի կարմիր սոխ, դիետիկ համարվող հնդկահավի միս, հունական յոգուրտ եւ վիտամինային բոմբ, ավոկադո, շատ ավոկադո, գնացք։ Ես ճիշտն ասած, տենց շատ առողջ սնունդի կողմնակից չեմ, բայց դեմ չեմ, գնաց։ Հմ 1990-ականների օգտակար շաուրման իրականում այդքան էլ վատ համ չուներ։ Իմ կողմից ստանում է 7 միավոր, վատ չի։ Դե ինչ 2000-ականներ։ 2000-ականներին մարդիկ սկսեցին հրաժարվել մսից եւ շատ թրենդային դարձավ վեգանությունը։ Եկեք տենանք, թե ինչ տեսք ունի վեգանական շաուրման։ Գնաց։ Ստեղ ունենք առանց գլյուտենի լավաշ, վեգանական պանիր, ինձ թվում է հերիքա։ 1000 գազար, իմ կողմից չսիրված կարմիր սոխ, մի քանի հատ վարունգ, կծու բիբար, հալապենյո, մանգո չիլի սոուս եւ ամենակարևորը՝ մսի փոխարեն այսենց տապակած տոֆու պանիր։ Շատատում ենք մեր ավելի ավանդական տեսք ունեցող շաուրման։ Ուй, ես է առանց գլյուտենը ձեր։ Հատատվի արա։ Ճիշտ այդքան էլ ավանդական տեսք չունեցավ, բայց այսենց տարօրինակ տեսք ունի, ճիշտ այդ իմ շատ ուղիղ ձեռքերից էր, բայց այսենց տեսք ունի վեգանական շաուրման։ Գնաց։ Որս ինչ կծու է։ Ուրեմն որ նոր կծեցի, կանաչիների համ եկա, որը շատ լավն էր։ Հետո այդ տոֆու պանի ընկավ ատամից տակ ու Վաբչե համով չի։ 2000-ականների կծու վեգանական շաուրման իմ կողմից ստանում է 3 միավոր։
Դե ինչ վերջապես հասանք վերջին շաուրմային, որը 2010 թվականինն է։ Խիա 2010 թվականինը վերջինը, որովհետև 2010 թվականից ի վեր գրեթե ոչ մի բան չի փոխվել։ Քանի որ բոլորդ եք գոնե մեկ անգամ փորձել եք, ու անձամբ ես շատ եմ սիրում այս ուտելիքը, վերջին շաուրման կսարքեմ հենց այնպես, ինչպես սիրում եմ ես։ Գնացինք։ Արդեն սովորական լավաշ, լավաշի վրա դնում ենք սխտորի սոուս, սոխանեմ աղբերս, մայոնեզ, մի քանի հատ լոլիկ, վարունգ և հավի միս։ Այս է ուրիշ բան, այս նմանա շաուրմայի։ Այսի ուրիշ, այսի սովորական շաուրմա։ Դե ինչ վերջին կլասիկ շաուրման իմ կողմից ստանում է միանշանակ 10-ից 10։ Դե ինչ մեր վիդեոն հասավ իր տրամաբանական ավարտին։ Մեկնաբանությունների բաժնում գրեք հավանեցիք այսպիսի ֆորմատ թե ոչ։ Եթե շատ հավանեք ու միասին հավաքենք 4000 լայք, իմ Instagram-ում կընտրենք թե որ ուտելիքն ենք համեմատելու հիմա եւ 100 տարի առաջ։ Կարող լինի բուրգեր, պիցա, սուշի, 4000 լայք։ Դե ինչ սիրում եմ բոլորիդ, կհանդիպենք շատ շուտով։